Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, փառք Աստծո, որ Աստված մինչև հիմա կյանք տվեց, առողջություն տվեց, որ կարող ենք գալ իր ոտքերի մոտ և սովորել իրենից, թող Աստված մեզ պատրաստական սիրտ տա, որպեսզի մենք և իհարկե պատրաստական ականջ, բաց ականջ, որպեսզի մենք լսենք իր խոսքը և ոչ միայն լսենք, այլ նաև կատարենք մեր կյանքում, Աստված մեզ օգնական։ Ուրեմն մենք ավարտեցինք անցած եռամսյակի շաբաթօրյա դասընթացը և սկսում է նոր եռամսյակի դասընթաց, որը կոչվում է Աստծո առաքելություն, իմ առաքելությունն է։ Եվ այստեղ հենց սկզբից շատ հետաքրքիր պատմություն է բերվում, որ ուզում եմ կարդալ։ Ասում է եկեք քիչ խոսենք, շատ գործենք։ Տարիներ առաջ ադվենտիստական ամսագրերից մեկում հրատարակվեց ահասարսուռ ճահճի մասին մի առակ։ Մարդիկ դրա կողքով անցնելիս հաճախ էին հայտնվում այնտեղ, մահվան ընդառաջ գնացող այդ անձանց սրտաճմլիկ ճիչերը լսվում էին ողջ գյուղով մեկ, դրանք սամկրեցուցիչ էին։ Գյուղացիները խորհուրդ հրավիրեցին, ինչը շուտով շարունակական բնույթ ստացավ, ներկայացվում էին բազմապիսի տեսություններ ու փաստաթղթեր, որոնք վերլուծում էին այս իրավիճակը, երբեմն նույնիսկ լուծումներ առաջարկում, սակայն իրականում խորհրդի անդամները հանդիպելուց ու պարզապես զրուցելուց բացի ոչինչ չէին անում, այսինքն ոչինչ չէին անում այդ մարդկանց փրկելու համար։ Քննարկումները հաճախակի դարձան, իսկ տարիներն անցնում էին, մարդիկ անգամ դիսերտացիաներ էին գրում այս թեմայով։ Հրավիրվում էին դասախոսներ, շատերին սկսեցին վաճառել որոշ ոչ անհրաժեշտ իրեր, որպեսզի ստացված հասույթով սնունդ գնեին այն նվիրյալների համար, որոնք իրենց թանկարժեք ժամանակը զոհաբերում էին այս հանդիպումների համար։ Հանդիպումներ, որոնք ոչ մի արդյունքի չէին բերում։ Շուտով գումար հավաքվեց և կառուցվեց ձայնամեկուսիչ սենյակ հանդիպումների համար, որպեսզի ճահճում խեղդվողների ճիչերն ու գոռոցները չխանգարեին քննարկումների արդյունավետ ընթացքին։ Սակայն ոչ ոք ոչինչ չէր անում ճահճում հայտնվածներին օգնելու համար, ոչ էլ որևէ մեկը որևէ ջանք էր գործադրում կանխելու հետագայում այդ ճահիճ մարդկանց ընկնելը։ Խորհուրդն ասես հրավիրվում էր պարզապես զրուցելու նպատակով։ Գիտեք, ոչ եկեղեցին, ոչ էլ շաբաթօրյա դպրոցի դասարանը մասնավորապես չեն ուզում նմանվել այս գյուղի խորհրդի անդամներին, կասկած չկա։ Միասին եղած ժամանակ մենք աղոթում ենք, խորհում, կիսվում վկայություններով և քննարկում մեզ մտահոգող հարցերը։ Սակայն կամ ենք առաջ գնալ և ավելին անել մեր շրջապատի մարդկանց համար։ Մենք ուզում ենք փոխել մեր համայնքների և մեր շրջապատող աշխարհի իրավիճակը ու փափագում, որ գործն ավարտին հասնի և Հիսուսը վերադառնա։ Սա շատ հոյակապ առակ էր նկարագրելու շատ եկեղեցիների վիճակը այսօր, կամ նկարագրելու թեկուզ և այսպես կոչված Լաոդիկյան եկեղեցին, որ բնորոշում է վերջին ժամանակների եկեղեցին, որ վերջին եկեղեցին է, որովհետև կարծես թե այդ մարդիկ հավաքվել էին, որ ճահճի պրոբլեմը լուծեին, ճահճում հայտնված մարդկանց պրոբլեմը լուծեին և իրենց փրկեին, բայց իրականում վերջի վերջո դա իրենց հավաքվելը դարձավ ինքնանպատակ։ Այսինքն ոչնչով բացառապես չէին օգնում այդ ճահճում հայտնված մարդկանց և իրենց ժամանակն էին իզուր ծախսում և ավելորդ տեղը, այսպես ասած, փրկչի անուն էին հանում, կարծես թե մտածում էին այդ մարդկանց փրկության մասին։
Եվ այստեղ տեղին է հիշել Մայր Թերեզային, որը ջանքեր թափեց տառապող մարդկանց օգնելու համար, եւ այդ գործը կարգավորելու համար կոմիտե էին ստեղծել, եւ երբ որ ինքը մի անգամ այցելեց այս կոմիտեն, տեսավ, որ սեղանի վրա դրված է, այսինքն այդ կոմիտեի նիստն էր, եւ տեսավ, որ սեղանի վրա դրված է թանկարժեք հանքային ջուր, նույնիսկ չէր լսում, թե ղեկավարը ինչ էր ասում, վերցրեց այդ ջուրը, նայեց, ասեց ինչ արժի այս հանքային ջուրը, եւ իրանք ասեցին գինը, եւ ասեց գիտեք ինչ, հենց հիմա փակում եմ այս կոմիտեն, ասեց ես այս մի շիշ այս գնով, այս մի շիշ հանքային ջրի, եւ իհարկե շատ էր այդ հանքային ջրի սեղանի վրա, ես ասեց քանի հատ երեխա կարայի կերակրեի, որպես ինչ եք էսի արել դրել ստեղ, եւ ինքը մի անգամից փակեց այդ կոմիտեն, ասեց հայտարարում եմ այս կոմիտեն փակված, որովհետեւ իրականում փոխարենը տառապող մարդկանց հոգսերը հոգային, իրենք իրանց էին լավ նայում, եւ իհարկե շատ ճիշտ արեց Մայր Թերեզան, եւ բոլորովին իմաստ չկա աննպատակ կոմիտեներ ստեղծելու, որոնք ոչ մի օգուտ չեն տալի, բացի խոսելուց եւ պարապ ժամանակ անցկացնելուց։ Եվ հիմա ինչ առումով է այս պատմվածքը այստեղ գրած, որտեղ այսօր շատ եկեղեցիում կարծես թե կատարում են նույնը։ Եթե համեմատենք ճահճում հայտնված մարդկանց, այսինքն ճահիճը դա մեղք է, մեղքի ճահճում հայտնված մարդկանց, հիմնականում քրիստոնեական եկեղեցու առաքելությունը ինչու՞մն է կայանում, որպեսզի ճահճի, մեղքի ճահճի մեջ գտնվող մարդկանց օգնեն իրենց, գտնել Հիսուսին, փրկեն եւ բերեն, օգնեն գալ դեպի փրկություն, դուրս գալ մեղքի ճահճից։ Բայց ցավոք, եթե ինքը եկեղեցին այն մարդիկ, ով գալիս են եկեղեցի անդամ են դառնում, բայց շարունակում են մեղանչել, շարունակում են իրենց հին կյանքով ապրել, այսինքն նույն ձևի այսպես կոչված աշխարհիկ կյանքով, աշխարհիկ կյանք ասելիս հասկանանք, որ խոսքը գնում է ոչ թե ամեն ինչին, ինչ որ աշխարհում կատարվում է, այլ ինչ են անում աշխարհիկ մարդիկ, խաբում են, սպանում են, իրար են վիրավորում, այսինքն սիրո բացակայություն, այսպես ասենք։ Եթե այդ մարդիկ, ովքեր գալիս են եկեղեցի եւ շարունակում են նույն ձևի վարվել, եկեղեցին էլ կդառնա մեղքի ճահիճ։ Եվ ինչպես փարիսեցիների մոտ էր, հրեաների մոտ էր ստացվել այդպես, երբ որ Հիսուսը ասեց, կեղծավորներ ասեց, իբր թե ուզում եք հեթանոսներին դարձի բերեք, բերում եք, երբ որ մարդը դարձի է գալի իրենց, ասում է, ավելի շատ գեհենի զավակ եք սարքում, քան թե դուք եք, այսինքն կարծես այդ մարդիկ փրկության էին գնում, բայց Աստված իրենց կոչեց գեհենի զավակ, կարծես թե ջանքեր էին թափում, որ մարդկանց փրկության բերեին, բայց իրականում իրանցից բեթար էին սարքում։ Այսինքն հիմա էլ շատ քրիստոնեական եկեղեցում այդ վիճակն է տիրում, փոխանակ մարդկանց փրկեն մեղքից ազատվել, մարդկանց շոյում են մեղքի մեջ, այսպես ասած, ասում են ոչինչ։ Եվ հիմա ինչ կապ ուներ սա այս դասի հետ։ Ուրեմն ամենամեծ առաքյալը Աստված է։ Այսօրվա հիշելու համարն է Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. Ուր ես։ Այդ ժամանակվանից սկսվեց Աստծո առաքելությունը։ Ուրեմն երբ Աստված Ադամին հարցրեց ուր ես, երբ որ
Աստված Ադամին ստեղծեց մեր երկիրը մեծ սիրով, ամեն ինչ ստեղծեց մարդկանց բարգավաճման եւ երջանկության համար, տվեց նրանց հավիտենական կյանք, ստեղծեց նրանց, որպեսզի նրանք հավիտյան ապրեն, բայց ցավոք նրանք միացան ապստամբ Քերովբեին, որը կոչվում է Սատանա եւ իր անունը Արուսյակ էր, լսեցին նրան եւ զրկվեցին այս բոլոր առավելություններից։ Մեղքը մտավ աշխարհ, ինչի համար որ ստեղծվել էր Եվան, այսինքն Աստված Եվային ստեղծեց որպես Ադամի օգնական, բայց նա փոխարենը իր ամուսնու կողքը լինելու եւ օգնելու նրան, նրա գործի մեջ ինչ որ պատվիրել է Աստված, որ Ադամին աներ, նա դեգերեց, գնաց, հեռացավ ամուսնուց եւ վերջի իրեն գտավ այդ ծառի մոտ, որտեղ որ Սատանայի տերիտորիաներ, տարածքներ, որտեղ որ Աստված ասել էր մի մոտեց, այսինքն բացատրել էր, ինչի չմոտենա, բացատրել էր, որ կա մեկը իր ստեղծած ամենաբարձր էակներից, որ Աստծուց հետո երկրորդն էր, այդ Քերովբեն, Հիսուսից հետո երկրորդն էր երկնքում, եւ նախանձեց Հիսուսին եւ ուզեց Աստծո տեղը գրավել, եւ սկսեց փսփսալ մյուս հրեշտակների ականջին, որ Աստված բռնակալ է, նա օրենք է ստեղծել եւ ստիպում է, որ օրենքին նազանվեք, ինձ ընտրեք, տեսեք, ես ինչ լավ Աստված կլինեմ, այդ իհարկե ծիծաղելի է, ստեղծված էակը չի կարող Աստված լինել, բայց գիտեք, մեղքը այնքան ակուրացնում յուրաքանչյուրին, որ ծիծաղելի վիճակի է հասնում։ Եվ 1/3-ը, ինչպես գիտենք, շատ ենք ասել, բայց կրկնենք, 1/3-ը հրեշտակների համաձայնվեցին նրա հետ եւ ասում է երկնքում պատերազմ եղավ Հայտնություն գրքում եւ այդ 1/3-ը իրենց հրամանատարի հետ, Արուսյակի հետ դուրս գծվեցին երկնքից, որովհետեւ այսինքն երկնքից նկատի ունեն վայրից, որտեղ Աստծո տեղն է, բնակատեղին է եւ հրեշտակների, եւ քանի որ իրենք արդեն խանգարում էին այնտեղի կյանքին, որտեղ փառք Աստծո, որ ընդամենը 1/3-ն էր Սատանային միացել, եւ քանի որ նրանք խանգարում էին այնտեղի կյանքին, արդեն նրանք դուրս վռնդվեցին այնտեղից դեռև օրինական ձևով, որտեղ մնացածը չէին ուզում այդ խայտարակությունը տանել։ Իհարկե, Աստված բացի մեր երկրից ստեղծել է տարբեր գալակտիկաներ, բացի մեր գալակտիկայից, եւ այնտեղ էլ կան նույնանման տարածքներ, որ Սատանայի համար են թողված, որտեղ Աստված, երբ որ ստեղծեց մեզ, ստեղծեց սիրո հիմքի վրա եւ մեր կյանքն էլ պետք է սիրո հիմքի վրա լինել, դա մեծ պարգև է Աստծուց, բայց նաև ուրիշ պարգև տվեց, ազատության, ազատ ընտրության պարգևը, որտեղ սերը չի կարող լինել զորով, այլ միայն ազատ ընտրության։ Եվ ինչու Աստված չոչնչացրեց Արուսյակին, որտեղ եթե ինքը դա աներ, Արուսյակի խոսքերը կհաստատվեին, որ ինքը ասում էր, որ Աստված բռնակալ է, ով որ իր դեմ է գնում, նրան միանգամից ոչնչացնում է, բայց թողեց, որ գործի, եւ քանի որ մինչև դա տիեզերքը ծանոթ չէր մեղքին, ինչ է նշանակում մեղք, ինչ է նշանակում Աստծուց հեռանալ, որը կյանք է, ինչ է նշանակում մահ, բոլորովին չգիտեին երկնային էակները այդ մասին, եւ ինքը թողեց, որ Սատանան իր գործը անի։ Իհարկե ոչ մի ստեղծված այդ գալակտիկաներում չխաբվեցին այդ էակները, չհամաձայնվեցին, բայց ցավոք մեր երկիրը երբ որ ստեղծեց, մեր գալակտիկան ստեղծվեց, ցավոք Եվան հավատաց, որովհետև գնաց այդ տարածքը, եւ մենք Սատանայի տարածքում առանց Աստծո ներկայության շատ վատ վիճակի մեջ կընկնենք,
որովհետև մենք թույլ ենք, տկար ենք շատ անգամ ավելի, քան սատանան, եւ ինքը հազարավորներ անգամ մեզանից խելացի է եւ կարող է մեզ խաբել ինչպես ուզում է, եւ դրա համար պետք չէ, գիտեք, կանայք մինչև հիմա էլ այդպես սովորություն ունեն, հետաքրքրվեն այնպիսի բաներով, որ իրանց չի վերաբերվում, պետք չէ հետաքրքրվել։ Իհարկե այդպիսի տղամարդիկ էլ կան, բայց կանանց մեջ ավելի շատ են, ցավոք Եվայից դա սկսեց, եւ սատանան օգտվելով նրանից, որ Եվան հայտնվել է իր տարածքում, իհարկե գիտեր, որ ինքը իր տեսքով հայտնվի, Եվան անմիջապես կփախչեր եւ չէր լսի իրեն, որտեղ զգուշացված էր Աստծուց, եւ ինքը խորամանկորեն դիմեց այլ քայլի, այնպես ձևացրեց, թե օծն է խոսում, ինքն էր խոսում, բայց օծի միջոցով կարծես թե օծը խոսար, եւ Եվան զարմացավ, թե ոնց կարա օծը խոսա, եւ իհարկե ինքն էլ խաբեց, ասեց, թե այս պտուղը կերել եմ, դրամ էլ կարողանում եմ, եւ այս պտուղը, եւ ասեց, Աստված ասել է ձեզ այսպիսի բան, որ այս պտուղը շտեք, Եվան ասեց, այո, ասեց, որ ուտեք կմեռնեք, ինքն ասեց, չէ, չեք մեռնի, եւ Եվան ցավոք լսեց սատանային։ Այսինքն իր երկնային հայրը, որ ստեղծել էր իրան, որ ամեն ինչ ստեղծել էր իր երջանկության համար, անտեսեց նրա խոսքը։ Գիտեք, երբ որ մենք չենք հավատում Աստծո խոսքին, հավատում ենք սատանային, մենք անտեսում ենք Աստծուն։ Շատ է լինում ընտանիքների մեջ, գալիս է մի տարիք, որ զավակները մեր, անան 16 տարեկանից սկսած, կամ 14, իրանք սկսում են վատ ազդեցությունների տակ ընկնել, կարծում են, թե իրենց ծնողները բռնակալ են, որտեղ ծնողները ուզում են սովորեցնել իրենց ճիշտ ապրել, եւ շատերը գնում են սխալ ուղղությամբ, եւ իրենք հավատում են ավելի շատ թշնամուն, որ ոչինչ, բացարձակ ոչինչ լավ բան չի արել իրենց համար, իսկ ծնողները, որ իրեն ծնել են, մեծացրել են, տանջվել են եւ մինչեւ հիմա սիրով հոգ են տանում իր մասին, բացահայտ ձևով արհամարհում են եւ հեռանում են մթության մեջ։ Ծնողները ամեն ջանք թափում են, որպեսզի վերադարձնեն իրենց զավակներին, ամեն ջանք պատրաստ են իրենց կյանքն էլ տալ։ Եվ նման մի ծնող է, նման մի հայր է, երկնային հայր է Աստված։ Ինքը նախատեսել էր ամեն ինչ։ Երբ որ ինքը տալիս է ազատ կամքի ընտրություն, ինքը գիտեր, որ մարդը կարող է եւ չընտրել իրեն հետևել։ Եվ այդ ժամանակ մեղքը կարող է մտնել աշխարհ, եւ դրա համար նախորոք Աստված ծրագիր էր կազմել, որ եթե դա կատարվի, ինչ պիտի լինի հաջորդ քայլը։ Եվ Հիսուսը համաձայնվեց, որ ինքը պատիժը կրի մեղավորի փոխարեն։ Այսինքն այդ ծրագիրը նախորոք էր պատրաստված։ Եվ երբ որ այս ցավոք դեպքը տեղի ունեցավ, եւ Եվան չլսեց Աստծուն, այդ պտուղի մեջ ոչինչ չկար բացարձակապես, ոչինչ։ Ուղղակի դա մի ակտ էր, մի գործողություն էր, որով Եվան ցույց տվեց, որ ինքը չի վստահում Աստծուն եւ այդպիսով կարծես հանձնում է իրեն թշնամու իշխանության տակ, դնում է իրեն թշնամու իշխանության տակ։ Եվ իր ամուսնուն էլ տվեց, ամուսինը փոխարեն գիտեր, որտեղ ամբողջ պատասխանատվությունը դրվեց Ադամի ուսերին, որտեղ Ադամը գիտակցաբար դա արեց եւ անխաբվեց, բայց Ադամը գիտեր դրա վերջը ինչա լինելու։ Եվ դրա համար պատասխանատվությունը ընկավ իր ուսերին։ Երբ որ իրանք սա գործեցին եւ փառքի իրենց հանդերձը հեռացավ իրենցից, եւ իրենք տեսան, որ մերկ են, որտեղ այդ փառքի հանդերձը հեռացավ եւ փորձեցին իրանք իրանց ծածկել իրանց մերկությունը թզի տերևներով եւ այլն, եւ երբ որ եկավ ժամը, որ Աստված գալիս էր իրենց հետ
խոսելու, շփվելու իր սիրելի զավակների հետ, իրանք արդեն վախեցած թաքնվեցին։ Եվ Աստված եկավ եւ ասեց՝ ուր ես Ադամ։ Աստված իհարկե գիտեր ուր է Ադամը, նա գիտեր ամեն ինչ, բայց այդ հարցով ուզում էր Ադամի գիտակցությունը զարթնացնել, ուզում էր ասել, ես ինչ արեցիր Ադամ։ Եվ Ադամը ասեց, քո ձենը լսեցինք, վախեցանք։ Ասեց, ինչի վախեցաք, չլինի թե այն ծառից եք կերել։ Այսինքն, երբ որ մեր հարաբերությունը Աստծո հետ քանդվում է, առաջին նշանը վախն է։ Եթե ձեր մեջ վախ է մտնում, վախեցած եք, իմացեք, որ Աստծո ներկայությունը ձեր մոտ չկա։ Եվ անմիջապես փնտրեք Աստծո ներկայությունը։ Աստվածաշունչը ասում է, սիրո մեջ վախ չկա, Աստված սեր է, Աստված կյանք է։ Եթե Աստծո ներկայության մեջ ենք, մենք վախ չենք ունենա բացառապես։ Եվ եթե մեր սրտում վախ է արթնացել, դա շատ տանջող զգացմունք է։ Ուրեմն մեր կապերը Աստծո հետ խզվել են եւ ամեն ինչ արեք, որպեսզի հնարավորինս արագ այդ կապերը վերահաստատեք Աստծո հետ։ Նույնը կատարվեց Ադամի ու Եվայի հետ։ Վախը մտավ իրանց սիրտը։ Առաջին անգամ Սատանան խաբեց, ասեց Աստծո պես կդառնաք, գիտենալով չար ու բարին, այսինքն չխաբեց, իրականում իրան գիտեին մենակ բարին, մինչև այդ մոմենտը, եւ Աստված չէր ուզում, որ չարը իրանք ճաշակեն եւ իմանային ինչ է չարը, նրանց խնայում էր այդ գիտությունից, ինչպես մենք ենք խնայում մեր զավակներից։ Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ իրենց կյանքում չար բան չպատահի, չար բան չլինի։ Իհարկե դա հնարավոր չի, որտեղ մենք մեղավոր աշխարհում ենք ապրում, բայց մենք մաքսիմում ձգտում ենք անել դա։ Նույն Աստված մաքսիմում ինքը ապահովել էր իրենց, բայց որ իրենք չարը չճաշակեն, բայց իրանք հետաքրքրվեցին այդ չարով։ Կարծում էին, թե լավ բան է։ Ինչպես երեխաները, գիտեք, ծնողը ասում է, այդ վախենալու մուլտիկները մի նայի, կամ այդ թրիլերները մի նայի, որ հատուկ մարդկանց վախեցնելու համար է ստեղծվում այդ ֆիլմերը, որ դրանք վատ ազդեցություն են թողնում մարդու ներվային սիստեմի վրա, ուղեղի վրա, ամեն ինչի վրա։ Նո, երեխան չի լսում, իրեն հետաքրքիր է, որտեղ արգելված է։ Այսինքն ծնողը կարող է չարգել, ուղղակի խորհուրդ տալ, բայց այսպիսին է մարդկային մեղավոր բնությունը, ցավոք պատահեց ինչ որ պատահեց, եւ մարդիկ մինչև հիմա ճաշակում են մեղքի արդյունքը, որը բացարձակ հաճելի չէ։ Այս շատ սարսափելի է։ Այն ինչ որ կատարվում է այս աշխարհում, այն անարդարությունը եւ այլ բադ բաները, դա ամբողջ մեղքի արդյունք է։ Ամբողջ նրա արդյունք է, որ մարդիկ չեն ուզում հետևել Աստծո խորհրդին, չեն ուզում հետևել Աստծո խոսքին, այլ իրենց խելքով են շարժվում։ Եվ շատ անգամ, երբ որ մեր զավակները նման բաներ են անում, ծնողները ինչ են անում, ջղայնանում են, սկսում են գոռալ, ջղայնանալ երեխա, ես քեզ ասեցի, եւ երբ որ իրանց սխալ արարքների պատճառով ընկնում են գրակը, շատ ծնողներ ասում են, տեղնա քեզի, ես քեզ ասեցի, ես քեզ չասեցի, որ սենց չանես։ Աստված այդպես չվարվեց, Աստված ընդամենը մի հատ հարց տվեց, ուր ես։ Եվ հետո ասեց, ես ինչ արեցիր։ Եվ Ադամը փոխանակ ներողություն խնդրեր Աստծուց, եւ հարցներ, ինչպես կարող ենք այս վիճակից ելնել, դուրս գալ, ինքը մեղավորությունը գցեց իր կնոջ վրա։ Ինքը վախեցավ մինչև մեղք գործել իր կնոջը կորցնել, որտեղ շատ էր սիրում, վախեն մեր նորից մենակ մնա, որտեղ մինչև եւ այս ստեղծել ինքը մենակ էր։ Չվախեցավ Աստծո
սիրտը կոտրել, բայց վախեցավ Եվայի սիրտը կոտրել։ Ցավոք, հենց սրա մասին էր, որ մենք անցած դասին խոսում ենք, որ մենք չպետք է աստվածացնենք ոչ մեր կանանց, ոչ մեր ծնողներին, ոչ մեր երեխաներին, ոչ մեր ամուսիններին, որտեղ մենք մարդ ենք։ Մենք պետք է աստվածացնենք Աստծուն, միայն Աստծուն, որտեղ միայն նա է անսխալական։ Եվ նրա խոսքին հետևելն է երաշխավորում մեր երջանիկ կյանքը։ Եվ տեսեք ինչ ալում, հիմա մեղքից հետո էլ չի մտածում իր Եվայի մասին, ասում է Եվան է մեղավոր։ Դու ես տվել այդ կնոջը, ինքն էլ ինձ կրակը գցեց։ Աստված շնորհակալի Եվային ասում, ես ինչ արեցիր Եվա։ Եվան էլ նույն ձևի իր ամուսնու պես վարվում, ասում է ես մեղավոր չեմ, ես օծն է մեղավոր, դու ես ստեղծես օծին, այս օծը ինձ խաբվեց։ Եվ իհարկե դա չվերցրեց պատասխանատվությունը իրենց ուսերից, իրանք ինչ որ ցանել էին դա հնձեցին, եւ մենք էլ շարունակում ենք հնձել։ Աստված հուշարձան, ինչպես Աստված ստեղծեց հուշարձան իր գործերի համար, երբ որ ստեղծեց աշխարհը, 7-րդ օրը շաբաթ օրը դրեց որպես հուշարձան, որ ամեն շաբաթ օր մենք հիշենք, որ ինքն է մեր Աստվածը, մեր ստեղծողը, այնպես էլ հուշարձան սարքեց օծին որպես մեղքի հուշարձան, որտեղ օծը մինչև դա շատ գեղեցիկ կենդաներ, ինչպես նշում է Աստվածաշնչում, բայց դրանից հետո ասեց հիմա դու արդեն կսողաս, այսինքն մինչև այդ թրջում էր օծը, ուրիշ ձևի էր բոլորովին, բայց հիմա ասեց դու հիմա կսողաս։ Երբ որ մենք տեսնում ենք սողացող օծին, մենք պիտի հիշենք, ինքը հիշեցնում է մեզ մեղքի մասին։ Օծը ինքը մեղավոր չէր, ինքը ընդհանրապես կենդանի էր, ինքը օգտագործվեց սատանայի կողմից, բայց օծին պատժելով Աստված զգուշացում տվեց մարդուն, թե ինչի է հասցնում մեղքը, որ մարդը միշտ նայի եւ հիշի, եւ հետաքրքիր է, որ այդ հիշեցումը կմնա ամբողջ տարերի ընթացքում։ Օծը կշարունակի մնալ նույն սողացող կենդանին նոր կյանքի մեջ, ցավոք, էլ չի վերադառնա իր նախկին տեսքին, նույնը պատահեց մարդկանց հետ, գիտեք, երբ որ մարդը մեղանչում է, ինքը սկսում է սողալ։ Մեղքից առաջ մարդը հնարավորություն ուներ թրջելու, գրավիտացիայի ուժը իր վրա չէր ազդում, ձգողականության ուժը, ինքը հնարավորություն ուներ տարբեր մոլորակներ այցելելու, բայց մեղքից հետո մարդու բնույթը փոխվեց, մարդը ճիշտ է չի սողում, քայլում է, բայց երբեմն հոգևոր սողացող մարդիկ են լինում, որ սողում են իրենց իշխանավորների առաջ, սողում են իրենց գործատուների առաջ, սողում են մեկի առաջ ումից շահ ունեն։ Աստված դրա համար չի ստեղծել մեզ, այո, սիրել եւ հարգել պետք է յուրաքանչյուրին, բայց ոչ գցնել ու սողալ նրանց առջև։ Օծին որ նայեք կհասկանաք, որ դա շատ սխալ բան է։ Մի սողացեք։ Մեղքը հակառակ սատանայի ասացի դժբախտություն մտցրեց։ Միայն այս մոլորակներ, միայն Ադամն ու Եվան էին, որ իրենց դրեցին սատանայի իշխանության ներքո եւ այստեղ այս երկրի վրա սկսեց բացահայտվել սատանայի այսպես կոչված լավ կառավարությունը։ Մենք տեսնում ենք սատանայի կառավարությունը, ինչ հետևանքներ է այն թողում։ Եվ շատ երկրների կառավարություններ հենց հետևում են, գտնվում են սատանայի իշխանության ներքո եւ ոչ մի բարիք չեն բերում իրենց ժողովուրդներին բացի չարիքից։ Սա է սատանայի կառավարությունը։ Ամբողջ տիեզերքը հիմա հետևում է այն բոլոր իրադարձություններին, որ կատարվում են մեր երկրի վրա եւ տեսնում են
իրականում սատանան ճիշտ էր, թե սխալ էր։ Սատանան գիտի, որ արդեն տանուլ է տվել եւ ամեն ջակ թափում է, որ ինչքան կարող է շատ մարդկանց կործանել, որտեղ բոլոր փրկված մարդկանց փոխարեն ինքն է պատիժը կրելու, որտեղ ինքն է դրդել մեղքի, սատանան է մարդկանց դրդում մեղքի, բայց մեր պատասխանատվության ներքո է ընդունել իր դրդումը, թե ոչ, դրա համար ով որ ընդունում է գիտակցաբար եւ սատանայի խոսքին է լսում, ինքն էլ պատիժ կընդունի սատանայի հետ։ Բայց Աստված տվել է մեզ ազատություն, Աստված իր առաքելությունը սկսեց հենց սկզբից փոխանակ դատելու եւ դատապարտելու խոստում տվեց Ադամին ու Եվային, ասեց կնոջից մեկը ծնվելու է, որ այս հարցը լուծելու է, ջախջախելու է սատանայի գլուխը։ Այդ օրվանից սկսած Աստված իր առաքելությունը առաջ է տանում։ Առաջ է տանում տարբեր մարդկանց միջոցով, ինչպես Նոյի միջոցով, երբ որ աշխարհը փչացավ, Նոյն էր, որ հաստատակամ հավատարիմ մնաց Աստծուն եւ քարոզեց։ Հետո Աբրահամին ընտրեց Աստված, Աբրահամը լսեց Աստծուն, նազանվեց Աստծուն եւ Աբրահամի խաթր իր սերնդին, Ասորի Աբրահամի սերնդին տրվեց այդ առավելությունը, որ այդ ժողովրդի միջոցով պետք է իմացվեր փրկության ծրագրի մասին։ Այսինքն ստեղծվեց եկեղեցին, ոչ թե եկեղեցին, այլ այդ վրանը, տաճարը, որտեղ զոհաբերություններ էին կատարվում։ Եվ այդ զոհաբերությունները խորհրդանշում էին Հիսուսի մահը։ Այսինքն հեթանոսական հավատքի մեջ մարդիկ զոհաբերություն են բերում, որպեսզի հաճեցնեն իրենց հեթանոս սուտ աստվածներին։ Նույնիսկ զոհաբերում էին իրենց զավակներին։ Այդպիսի արձաններ կար, օրինակ Բահաղի արձանը, որ հայկական Վահագի բանն է, նույն այդ աստվածությունն է, այսպես կոչված Վահաղի արձանի վրա այսպես էր ձեռքերը, այդ ձեռքերի վրա դնում էին պուճուրիկ երեխային եւ վառում էին եւ զոհաբերություն էին անում Վահաղին, որպեսզի Բահաղը իրանց լավ աչքով նայի։ Աստծո Հիսուսի զոհաբերությունը ինչպես է տարբերվում, բոլորովին հակառակ։ Ոչ թե մենք ենք զոհաբերում Աստծուն, այլ Աստված զոհաբերեց իր որդուն, որ հաշտվի մեր հետ։ Առաջին քայլը ինքն է անում։ Այդ գառնուկը իրականում խորհրդանշում էր Հիսուսին։ Ինքը իր որդուն զոհաբերեց, որպեսզի մեզ հետ հաշտվի, ոչ թե մենք մեր որդիներին զոհաբերենք, որպեսզի նրա հետ հաշտվենք։ Տարբերությունը շատ մեծ է։ Ինքը սիրող Աստված է։ Եվ եթե, այսինքն այդ ծառայությունը տաճարում իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որ մարդիկ գիտակցում են, որ այդ զոհաբերությունը խորհրդանշում է աշխարհի փրկչին։ Եվ ոչ մի իմաստ չկա այդ զոհաբերությունների մեջ, եթե սխալ դրդումով է արվում այն։ Այն դառնում է արդեն հեթանոսական մի սովորություն, եթե հակառակ ձևով է արվում, հակառակ իմաստով։ Ես չգիտեմ հիմա Իսրայելում անում են, թե չեն անում այդ զոհաբերությունը, բայց եթե անում են, դա ծիծաղելի է, որովհետև եթե իրանք չընդունեցին իրենց փրկչի զոհաբերությունը, էլ ինչ իմաստ կա այդ զոհաբերությունները անելու։ Այսինքն ում է խորհրդանշում այդ զոհաբերությունը, ինչ է, դա դառնում է հեթանոսական ձև, ինչ է ուզում են իրանք այդ գառ մորթելով
Աստծու հետ հաշտվել, եթե այդ գառը չի խորհրդանշում Հիսուսին, դա հիմարություն է։ Աստված ասում է 5 կտակարանում, դուք հույս ունեք այդ ինձ պետք չի ասում է այդ գառնոկների արյունը, որ դուք զոհաբերում եք։ Այսինքն Աստված ստիպված դատվել էր, որ մարդկանց ցույց տա, որ իր անմեղ որդին է զոհվելու։ Ուրեմն ինչպես զոհաբերությունները Advent Review and Sabbath Herald թերթում 1872 թվականին Էլեն Ուայթը գրել է. ինչպես զոհաբերությունները, այնպես էլ հրեաների քահանայական համակարգը ստեղծվել էին ներկայացնելու Քրիստոսի մահ ու միջնորդական գործը։ Բոլոր այդ ծեսերն իմաստ ու արժեք են ստանում բացառապես Քրիստոսին առնչվելու շնորհիվ։ Եթե Քրիստոսին չի առնչվում, դա բոլորովին անհիմն և դատարկ մի ծես է դառնում։ Եվ Քրիստոսի առավել ևս, Քրիստոսի խաչելությունից հետո, Քրիստոսի զոհաբերությունից հետո բոլորովին իր իմաստը կորցրել է, որտև իսկական զոհաբերությունը արդեն եղել է։ Եվ այնուհետև նոր կտակարանում արդեն նոր փուլի մեջ մտավ փրկության պատմությունը, երբ որ խոստումը, Աստծո խոստումը, որ նա տվեց Ադամին ու Եվային եւ դրանից հետո Աբրահամի սերունդներին գալիք փրկչի մասին իրագործվեց։ Աստված մարմնացավ Հիսուսում եւ ծնվեց։ Եվ Էմանուել նշանակում է Աստված մեզ հետ։ Աստված բնակվեց իր ժողովրդի մեջ սրբարանում, իսկ այժմ նա բնակվում էր նրանց մեջ ուղղակի ձևով, նազովրեցի Հիսուսի ֆիզիկական ներկայությամբ։ Եվ իսկապես Հիսուսի ծննդով Աստված հստակ կերպով ներկայացրեց մեզ հետ լինելու իր շարունակական փափագը։ Ինքը չափսոսեց իր որդուն։ Ինքը այնքան սիրեց մեզ, որ իր որդուն որպես զոհաբերություն ուղարկեց մեզ փրկելու համար։ Աստծո որդին լիարժեքորեն մարդ էր եւ լիարժեքորեն Աստված, ինչպես նաեւ այն մեկն էր, ով հայտարարեց. ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը, ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ Հովհաննես 14:6 դրա մեջ է ասում։ Աստված շարունակեց իր առաքելության իրականացումը եւ Հիսուս Քրիստոսի միջոցով մարմնով ներկա գտնվեց իր զավակների մեջ։ Հովհաննես 1:14 ասում է. միածինը լի շնորհով ու ճշմարտությամբ իրականացրեց 5 կտակարանյան մարգարեությունները իր մասին եւ համաձայն աստվածային ծրագրի մեկ դարձավ մեզ հետ Աստված մարդու մարմնի մեջ։ Առաքելության Աստվածը շարունակում էր իրականացնել իր նպատակը։ Հիսուսի կյանքն ու ծառայությունն Աստծո գերագույն հայտնությունն էր։ Ընդամենը 3 տարում Աստված իզորու եղավ իր եւ իր առաքելության մասին բացահայտելու անհամեմատ ավելին, քան արել էր որևէ այլ եղանակով նախորդ սերունդների ժամանակ, այսինքն մարգարեների միջոցով։ Քրիստոսը կատարյալ պատկերն է աներևույթ Աստծո, այն մեկը, ում մեջ պետք է բնակվի ամբողջ լիությունը խաղաղություն հաստատելով խաչի վրա արյամբ։ Սա ասված է Կողոսացիներ առաջին գլխում 15, 19, 20 համարներում։ Քրիստոսի մեջ լիարժեքորեն բացահայտվեց Աստծո առաքելական բնույթը։ Հիսուսն ինքը բացահայտեց իր առաքելություն ասելով Ղուկաս 19:10 համարում. մարդու որդին եկել է կորածին փնտրելու ու փրկելու։ Այսինքն ճահճի, մեղքի ճահճում գտնվողներին փրկելու։ Եվ այդ նույն խնդիրը նա դրեց իր հետևորդների առաջ։ Երբ Հիսուսն ապրում էր իր կյանքի վերջին շաբաթը եւ նրա ծառայությունը մոտենում էր իր ավարտին, լուծվում էր մարդկության վերջնական ճակատագիրը։ Աստված կիսա չթողեց իր գործը, այսինքն Հիսուսը, մինչև վերջ ինքը գնաց։
Այդ օրերին, այսքան մինչև վերջ սիրեց, այդ օրերին տեղի ունեցող իրադարձությունները միաբանեցին անցյալի ակնկալիք ու ներկայի հույսը, Զատկի ժամանակ, որի տոնումը մատնանշում էր եգիպտական գերությունից ազատագրումը, Հիսուս Քրիստոսը, մարմին հագած Աստվածը, հրաժարվեց իր կյանքից ազատելու համար մեզ մեղքի գերությունից։ Պողոս առաքյալը գրում է երկրորդ Կորինթացիներ 5:21 համարում. Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծո արդարները լինենք։ Քրիստոսի մահը հաշտեցման գործընթացի մի մասն էր ընդամենը, ոչ թե դրա ավարտը։ Իր հարությամբ Հիսուսը հաղթեց մահին և ստացավ ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա, ինչպես գրված է Մատթեոս 28:18 համարում։ Հիմնվելով այս իրողության վրա, նա հետագայում իր բոլոր հետևորդներին հանձնարարեց աշակերտել ամբողջ աշխարհում և զարմանարար խոստում տվեց Մատթեոս 28:20 համարում. Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վերջը։ Եվ իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսի տված ամենաթանկ խոստումներից մեկը, երանելի հույսը, ևս մեկ անգամ արտացոլում է հավերժության մեջ մեզ հետ ապրելու մեր Արարչի փափագը։ Կարդանք այդ համարը, 3 համարները, Հովհաննես 14:1-3 համարները։ Ձեր սրտերը թող չխռովեն, հավատացեք Աստծուն, հավատացեք նաև ինձ։ Իմ հոր տանը շատ օթևաններ կան, եթե ոչ, ես ձեզ կասեի, ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու, և երբ որ պատրաստեմ ձեզ համար տեղ, վերստին կգամ և ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ որ ես եմ, այնտեղ էլ դուք լինեք։ Այսինքն, Աստված ուզում է մեր հետ բնակվել։ Երբ որ մեր երեխաները մեղանչում են, սխալ են գործում, մենք նրանց դուրս չենք հանում տանից։ Մենք չենք խաչ քաշում նրանց վրա, որտեղ մենք սիրող ծնողներ ենք։ Առավել ևս մեր երկնային Հայրը սիրող է, նա խաչ չի քաշում մեր վրա։ Մինչև մեր կյանքի վերջին վայրկյանը նա պայքարում է մեզ համար, որպեսզի մենք փրկություն ընդունենք։ Ինչպես հաստատում է Հովհաննես առաքյալը, այս խոստումն ի վերջո իրականանալու է, նույն ինքը Հովհաննեսը, որ գրեց այս ավետարանը, Հայտնություն 21:3 համարում ասում է. Եվ գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. ահա Աստծո խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ։ Նրանք կլինեն նրա ժողովուրդը, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։ Փրկագնման գործը լիակատար կլինի, որտեղ շատ է մեղքը, այնտեղ էլ ավելի շատ է շնորհը։ Անգամ երկիրը, այն դաշտը, որ սատանան իրենն է համարում, ոչ միայն կազատագրվի, այլև կվեհանա։ Այսինքն շատերը ասում են, հիմա ախր շատ մեղավոր է աշխարհը, ո՞նց հնարավոր է ուրիշ ձևով ապրել այս մեղավոր աշխարհի մեջ։ Գիտեք, ինչպես որ դեղը քիչ դոզայով չի օգնում, մեր դեղը ինչն է, Աստծո շնորհքը։ Երբ որ դեղը քիչ դոզայով չի օգնում, բժիշկը շատ անգամ ավելացնում է դոզան, որ օգնի։ Նույնը շնորհքն է։ Աստված շնորհքի դոզան ամեն անգամ ավելացնում է։ Ինչքան մեղավոր շրջապատում ես դու ապրում, այնքան շատ մեծ ավելի դոզայով դու շնորհք կստանաս Աստծուն, որպեսզի ի վիճակի լինես սուրբ և արդար կյանք վարել այդ քո մեղավոր շրջապատում։ Մենք արդարանալու իրավունք և հնարավորություն չունենք։ Աստված մեզ ապահովել է ամեն ձևով, որպեսզի մենք հաղթենք մեղքին։ Այստեղ, ուր Աստծո որդին բնակվեց մարդկանց մեջ, ուր փառքի թագավորն ապրեց, տառապեց և մեռավ, այստեղ, երբ նա ամեն բան նորից ստեղծի, մարդկանց մեջ կդրվի Աստծո խորանը։ Եվ անվախճան դարերի ընթացքում փրկվածները բնակվելով Տիրոջ լույսի մեջ, կգովերգեն նրան իր անպատվելի պարգևի համար։ Էմմանուել, Աստված մեզ հետ։ Սա գրված էր Էլեն Ուայթի Դարերի փափագ գրքում մեջ 26,
Այսինքն հիմա երբ որ Աստված մեր գալակտիկայից դուրս է բնակվում, բայց քանի որ մեր երկրի վրա այս գալակտիկայում թափվեց իր որդու արյունը եւ սրբագործեց այս երկիրը իր որդու սրբագործվեց այս երկիրը իր որդու արյունով, արդեն տիեզերքի կենտրոնը դառնալու է այս երկիրը, ինչպես գրված էր հայտնության մեջ։ Մի հատ էլ կարդանք, ահա Աստծո խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ։ Այսինքն Աստված իր բնակավայրը փոխանցելու է այստեղ երկրի վրա, երբ որ երկիրը նորացվի, եւ մեղավորները սատանան իրենց պատիժը ստանան եւ լիովին վերանան, այն ժամանակ այս երկիրը նորացվելու է եւ Աստծո գահը լինելու է այստեղ, տիեզերքի կենտրոնը դառնալու է մեր երկիրը եւ արդեն ողջ տիեզերքից Աստծո ստեղծած էակները գալու են այս երկիրը երկրպագելու Աստծուն, դա շատ մեծ պատիվ է մեզ համար եւ իհարկե շատ մեծ պատիվ է մեզ համար, որ Հիսուսը հրաժարվեց իր աստվածությունից եւ դառավ սովորական մարդ։ Այսինքն ստորացրեց իրան մինչև իր ստեղծած էակը դառնալու, ինչպես որոշ ժամանակներ ասել ենք, եթե օրինակ բերենք, որ մարդը համաձայնում է իր որդին սարքի մրջյուն, գնա մրջյուն դառնա եւ որպեսի մրջյուններին փրկի։ Եվ դա շատ մեծ պատիվ է, որ Հիսուսը Աստված դառավ մարդկության անդամներից մեկը։ Մարդիկ չեն հասկանում այդ պատիվը եւ շարունակում են հրաժարվել Աստծուն իրենց սրտի մեջ ընդունելուց։ Այստեղ մենք տեսնում ենք փրկության պատմության սքանչելագույն տեսարանը։ Առաքելության Աստված ի վերջո կիրականացնի հավերժության մեջ իր զավակների հետ ապրելու իր փափագը եւ իր նպատակը, դա նաեւ ընդգծենք։ Ինչպիսի հիասքանչ առավելություն է կազմել այս իրականության մի մասը։ Այսինքն Աստված հենց սկզբից նպատակադրվել էր երջանիկ եւ հավերժ կյանք ապահովելու մեր համար։ Մեր մեղավորությամբ այն մեր նախածնողների մեղավորությամբ այն խանգարվեց, բայց միևնույն է Աստված իրագործելու է իր նպատակը։ Ցավոք շատ մարդիկ չեն լինի այդ նոր երկրի մեջ, որտեղ ընտրեցին սատանայի հետևորդ լինելու, այլ ոչ թե Աստծո հետևորդ։ Եվ վերջում կարդանք Նորից դարերի փափագից էջ 22, մեր փրկության ծրագիրը ուշացած մտահղացում չէր ի հայտ եկած Ադամի անկումից հետո։ Դա հայտնությունն էր այն խորհրդի, որ հավիտենական ժամանակներից լուռ պահված էր, ինչպես գրված է Հռոմեացիս 16:25 համարում։ Դա բացահայտումն էր այն սկզբունքների, որոնք հավերժական դարերից ի վեր Աստծո գահի հիմքն են եղել։ Հենց սկզբից Աստված եւ Քրիստոսը գիտեին սատանայի ապստամբության, ինչպես նաեւ մարդու անկման մասին, խռովարարի մոլորեցնող ուժի միջոցով։ Աստված չէր սահմանել, որ մեղքը գոյություն ունենա, բայց նա կանխատեսել էր դրա գոյությունը եւ միջոցներ ձեռնարկեր կասեցնելու այդ սոսկալի աղետը։ Այսինքն շատ մեծ տարբերություն կա այս երկու հասկացողությունների միջև՝ սահմանել եւ կանխատեսել։ Երբ որ մենք զավակ ենք ունենում, նորից այս օրինակին հետևենք, մենք ինչ ենք նախասահմանում մեր զավակների համար։ Միայն լավ օրեր, միայն երջանկություն, ամեն ջանք թափում ենք դրա համար, բայց մենք կանխատեսում ենք, մենք գիտենք, որ մենք մեղավոր աշխարհում ենք ապրում եւ շատ թշնամիներ կան շուրջը եւ որ մենք ոչ չենք կարող բանտարկել մեր երեխաներին տան մեջ, որպեսզի իրանք շարժվեն հանգարց սխալ չանեն, չենք կարող։ Իրանք պետք է քայլեր անեն, իրանք պիտի հասունանան, իրանք պիտի մեծանան,
բանտում պահելով, այսինքն փակի տակ պահելով, շատ փափուկ մեծացնելով երեխային մենք թույլ չենք տալի իրեն մեծանալ։ Վերջի վերջո ինքը ընկնելու է մի օր ընտրության առաջ, կանելու է ընտրության առաջ։ Մեր խնդիրն է ամեն ձևով նրանց կրթել ճշմարտության մեջ, որպեսզի երբ որ նրանք արդեն հասունանան եւ կանեն ընտրության առաջ, ճիշտ ընտրություն անեն։ Բայց նույնիսկ եթե սխալ ընտրություն էլ անեն, մենք ամեն ջանք թափում ենք նրանց հետ բերելու այդ սխալ ընտրության ճանապարհից։ Նույնը Աստված է։ Աստված երբեք չի սահմանել, որ մեղք լինի աշխարհում, բայց ցավոք այն եղավ, որտեղ մարդիկ ունեն ազատ ընտրության իրավունք, որտեղ սերը չի կարող զոռով լինել, այլ միայն ազատ ընտրությամբ։ Շատ տղամարդիկ դա սխալ են հասկանում, իրենց կանանց ստիպում են, որ իրանց սիրեն, բայց եթե սերը ստիպողաբար է, դա սեր չի։ Եվ Աստծո օրինակին թող հետևեն։ Աստված մեզ սիրում է եւ իր սիրով զարթնեցնում է մեր մեջ սեր դեպի մեր մերձավորը, իր հանդեպ։ Մի ամուսին, որ սիրում է իր կնոջը եւ ամեն ձևով արտահայտում է դա, հնարավոր չէ, որ այդ կինը չհալվի եւ ինքնակամ չսիրի այդ ամուսնուն։ Եվ նույնը Աստծո մոտ է։ Ուրեմն Աստված ամեն միջոցներ ձեռնարկեց, որ կասեցնի մեղք կոչված սոսկալի աղետը, մեղքը, որը նշանակում է առանձին լինել Աստծուց, Աստծո ներկայության մեջ չլինել։ Այնքան մեծ էր նրա սերը աշխարհի հանդեպ, որ նա համաձայնեց տալ իր միածին որդուն, որպեսզի, ինչպես Հովհաննես 3:16-ն է ասում, ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եվ եւս մի դրվագ էլ կարդանք Գործք առաքելոց էջ 29 գրքից եւ դրանով ավարտենք։ Քրիստոս իր աշակերտներին չէր խոստացել, որ նրանց գործը հեշտ է լինելու։ Բոլորովին հեշտ չի ճահճի մեջից մարդուն հանել, գիտեք։ Դրա համար էլ այդ գյուղի մարդիկ, որ այն պատմությունը, որ սկզբում ասացինք, գերադասում էին խոսալ, քան թե գնալ ու ճահճից հանել այդ մարդկանց։ Դա զոհաբերություն է պահանջում, ժամանակի զոհաբերություն, ջանքերի զոհաբերություն, նյութական զոհաբերություն, եւ իհարկե շատ մարդկանց դուր չի գալի դա անել։ Ուրեմն մեր գործը հեշտ չի, բայց սակայն նրանք այդ պայքարի մեջ միայնակ չէին թողնվելու, այսինքն Հիսուսի հետևորդները։ Նա նրանց խոստացավ, որ նրանց հետ կլինի, եւ եթե նրանք հավատով առաջ գնան, ապա կլինեն ամենակարողի վահանի ներքո, քանի դեռ նրանք հնազանդ լինեն նրա խոսքին եւ աշխատեն նրա հետ համագործակցելով չեն ձախողի։ Գնացեք բոլոր ազգերի մոտ, հրահանգեց նրանց Հիսուսը։ Հասեք մինչև մոլորակի ամենահեռավոր բնակավայրերը եւ հավատացած եղեք, որ իմ ներկայությունը ձեզ հետ կլինի նույնիսկ այդ հեռավոր վայրերում, նույնիսկ ջունգլիներում։ Աշխատեք հավատով ու վստահությամբ, որովհետև ես ձեզ երբեք չեմ լքի։ Ես միշտ ձեզ հետ կլինեմ, կօգնեմ կատարել ձեր պարտականությունները, կառաջնորդեմ, կմխիթարեմ, կսրբացնեմ, կպահպանեմ ձեզ հաջողություն կտամ խոսելու այնպիսի խոսքեր, որոնք այլ մարդկանց ուշադրությունը եւս ուղղեն դեպի երկինք։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր ճաշակել են, թե ինչ բան է Հիսուսի հետևորդ լինելը, ինչ բան է Աստծո ներկայության մեջ ապրելը, ովքեր, ինչպես Աստվածաշունչն է ասում, ճաշակեք եւ տեսեք Տերը ինչքան քաղցր է, ինչքան բարի է, ովքեր ճաշակել են դա, նրանք երբեք չեն հրաժարվի Հիսուսից, որտեղ նրանք Հիսուսի հետևորդն են, ոչ թե իրենց համար հետևորդ են փնտրում, ինչպես այսօր մոդա է, մարդիկ հպարտանում են, ես այսքան հետևորդ ունեմ, եւ այդ ձեր հետևորդներին ինչ եք տալիս դուք։
ինչ սնունդ է իրենց համար, թե դուք այդ օրը գնացիք, չգիտեմ, Վարսավիրանոց, մաս սարքեցիք, էս արեցիք, հետո կամ ինչ եք տալիս դες դուք ձեր հետևորդներին, բայց Հիսուսի հետևորդները, որ հետևում են Հիսուսին, իրենք տալիս են այն, ինչ որ տալիս է իրենց Հիսուսը, օգնում են մարդկանց հետ ստանալու իրենց սրտում խաղաղությունը, օգնում են մարդկանց Աստծո հետ հաշտվելու եւ վերգտնելու երջանկության իմաստը, կյանքի իմաստը, ամեն ինչ խեղաթյուրված է այսօր եւ երջանկություն ասած հասկացողությունն է խեղաթյուրված, շատ հասկացողություններ այսօր խեղաթյուրված են եւ մեր խնդիրն է այսօր որպես Աստծո Հիսուսի հետևորդներ, եթե մենք հայտարարել ենք, որ մենք այդպիսին ենք, մեր խնդիրն է այսօր օգնել ճահճում գտնվող մարդկանց, գնալ եւ ջանքեր թափել այդ ճահճից դուրս հանելու մարդկանց, դա դժվար է, բայց սերը այդ մարդկանց հանդեպ, որ Աստված դրել է մեր մեջ, այդ սերը օգնում է, ինչպես մենք սիրում ենք մեր զավակներին եւ այդ սերը մեզ դրդում է գտնել այնպիսի հրաշագործ, հրաշալի ձևեր իրենց օգնելու, որ ապշեցուցիչ է, նույն ձևի սերը դեպի մարդիկ, դեպի կորած մարդիկ օգնում է մեզ ամեն ձևով փնտրել եւ գտնել մոտեցման ձևեր այդ մարդկանց, հիշեք, երբ որ մարդը ծաղրում է ձեր հավատքի համար, ինքը չի անում, այլ իր հետևը կանած սատանան, երբ որ Հիսուսը քարոզում էր սինագոգում եւ մեկը սատանայի հոգով բռնված մեկը եկավ, այսքան դևեր էին բնակում այդ մարդու մեջ եւ ընկավ իր առջև եւ խնդրեց, աղաղակում էր, ասում էր ինչու ժամանակից շուտ եկար, որ ինձ տանջես, այսինքն այս մարդը ուզում էր փրկություն խնդրել Հիսուսից, բայց այնքան էր սատանայի ազդեցության ներքո, որ սատանան էր իր փոխարեն խոսում եւ Հիսուսը դա հասկացավ, ինքը կարդաց այդ մարդու փափագը փրկված լինելու եւ ասեց դևերին հրամայեց, որ դուրս գան նրա մեջից եւ մարդը փրկվեց, լինենք Հիսուսի պես խորաթափանց եւ այդ մարդկանց խոսքերի հետևում ոչ թե փնտրենք, որ նրանք ուզում են մեզ վիրավորել, ոչ, նրանց հետևում կանած է սատանան եւ մեր խնդիրն է նրանց փրկել սատանայի ազդեցությունից, ամեն ձևով, թող Աստված մեզ օրհնի այդ գործի մեջ եւ թող Աստծո ներկայությունը լինի մեզ հետ այս ամբողջ գալիք եւ այսօր եւ ամբողջ գալիք շաբաթում, մինչեւ մյուս շաբաթ, Աստծո ողորմությամբ։